Ինչպես է AI-ը ազդում մարդկային վարքագծի, որոշումների կայացման և ընդհանրապես բիզնեսի ապագայի վրա։ Այս հարցերի պատասխանները կտա HiJob Get Work ընկերության համահիմնադիր Տիգրան Շադունցը ձեր ծափահարություններով։ Տիգրան ջան, խնդրեմ։ Բարև ձեզ, ես Տիգրանն եմ Շադունց, ազդեցությունը գլոբալ մակարդակում շատ կարևոր մեխանիզմ է և ինչու եմ ես կարողանում այդ երևույթի մասին խոսել, սկզբից ներկայացնեմ իմ անցած ուղին, որ պատկերացում կազմեք, ինչքանով վստահելի է ինֆորմացիան, թե ոչ։ Ուրեմն ես մասնագետ եմ, փորձագետ եմ հանրային դիվանագիտության և փափուկ ուժի ոլորտում։ Ես ավարտել եմ մի շարք միջազգային համալսարաններ, որոնց շարքում է Հարվարդի լոնդոնյան մասնաճյուղը հատուկ կառավարման, և մենք զբաղվել ենք կառավարման տեսությունների և կիրառությունների ուսումնասիրությունով։ AI-ի հետ կապված մեկ հարց է մտահոգում մեզ, ինչքանով է նա ազդում մարդկային որոշումների կայացման վրա։ Որտև մենք սկսել ենք ոչ թե հարցնել AI-ին ինչպես անել, այլ ինչ անել։ AI-ը սկսել է, այսինքն այլևս ոչ միայն տեխնոլոգիական գործիք է, այլ նաև մարդկային որոշումների կայացման ձևաչափ։ Ուրեմն պատմության ընթացքում մարդկությունը անցել է զարգացման մի քանի փուլ։ Ուրեմն ինդուստրիալիզացիա, տեխնոլոգիական զարգացում և այժմ AI-ի հեղափոխությունն է։ Բոլոր ժամանակահատվածներում մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, սակայն մարդու ունակությունը տրանսֆորմացվելու հաղթահարել է և մարդիկ ստացել են նոր մասնագիտություններ և ունակություններ։ Ինդուստրիալիզացիայի ժամանակ, օրինակ Բրիտանիայի տվյալներ, իրանց երկրում 250,000 մարդ կորցրել է աշխատանքը։ Ձեռքի աշխատանքը փոխարինվել է գործարաններով։ Դրան իսկ հաջորդել է digital հեղափոխությունը, որտեղ առաջացել են արդեն համակարգչային մասնագիտությունները և մարդկությունը առաջ է անցել։ Այսինքն, թե բիզնեսը, թե մարդկային միջավայրը ավելի թվայնացրել է, ավելի ավտոմատացվել է։ Հաջորդը AI-ն է։ Մեկ հարց եմ ես ուզում, այդքան մարդ գործ է կորցրել, ինչ է անելու։ Արդյոք AI-ի համակարգը ավելի զարգացած է, քան թե մարդկային ուղեղը։ Այդ հարցը բոլորս պետք է մեզ տանք։ Ուրեմն մարդկային ուղեղը կազմված է 86-ից 100 միլիարդ նեյրոններից։ Ու այն անհամեմատելի է հաշվարկային ձևաչափի հետ AI-ի, այսինքն դու AI-ի հաշվողական հզորությունները չես կարող համեմատել ուղեղի հաշվողական հզորությունների հետ։ Ճիշտ է, AI-ը ավելի արագ է հաշվում, ավելի մեծ տեղեկատվության հիշողություն ունի, սակայն մարդու ուղեղում կա ամեն մի նեյրոնը ունի 10,000 կապ։ Այդ կապերը գործում են կվանտային մակարդակում։ Եվ AI-ը կանխատեսելի է, այսինքն աշխատում է ալգորիթմներով։ Իսկ մարդկային ուղեղը անկանխատեսելի, այսինքն անկանխատեսելի փոփոխականները ազդում են, թե մենք ոնց ենք մտածում։ Ոնց է աշխատում մարդու ուղեղը, ստանում է սիգնալ, վերափոխում է ձևաչափերի և որոշումներ է կայացնում։ Ոնց է ինֆորմացիան անցնում մարդու ուղեղով։ Ուրեմն մարդու ուղեղը, երբ որ ստանում է, փոքր քանակի ինֆորմացիա, կարող է մեծ քանակի ինֆորմացիա գալիս է մարդու ենթագիտակցական մակարդակով, բայց ընկալումը հստակ է։ Դուք հստակ ընկալում եք որոշակի տեղեկատվություն։
եւ ձևաչափերով, արդեն օրինաչափություններով ճանաչելի դառնում ու դրա է որոշումներ կայացնում։ Որոշումները կարող են լինել թե էմոցիոնալ, թե գիտակցական մակարդակի եւ դրա միքսով իհարկե։ Ինչու են կարողանում մարդու վրա ազդել։ Քանի որ ուշադրությունը գալիս է, ինֆորմացիան գալիս է մեկ կետով եւ բայց ենթագիտակցական մակարդակով մեծ ընկալելի մեծ քանակի ինֆորմացիա, նա կարող է ուղղակի կորցնել այդ ուշադրության ձևաչափը եւ ենթարկվել ազդեցության։ Ուրեմն նայեք, ճանապարհը ինֆորմացիան գալիս է, ուշադրությունը ֆիլտրում է, իր ինտերպրետացիան է փոխանցում, որոշումներ է կայացնում, որոշումները դառնում են ուրեմն վարվեցողություն կամ վարվելակերպ ու դա ազդեցություն է։ Այսինքն դրանից ելնելով ձևավորվում է ձեր մտածելակերպը։ Ինչի եմ ես անդրադառնում ուղեղին եւ ուղեղի ուսումնասիրությանը։ Քանի որ AI-ը դա ուղեղի մոդելավորումն է։ Սակայն այն իմ կարծիքով ավելի սահմանափակ է ուղեղի աշխատանքներից, որովհետև մենք ինքներս չգիտենք ոնց է լիարժեք աշխատում մեր ուղեղը։ Սակայն կարելի է ասել, որ գոյություն ունի առանձնահատկություններ։ Օրինակ AI-ը ունի ինտուիցիա։ Ինտուիտիվ փայլատակումներ են գալի մեր ուղեղում, որոնք կարող են նոր հայտնագործությունների առիթ դառնալ։ Կարծում եմ AI-ը աշխատում է օրինաչափությունների հետ, կանխատեսելի օրինաչափությունների հետ։ Բայց իհարկե մեր ուղեղը չի կարող այդ արագությամբ ուսումնասիրել տեղեկատվությունը եւ այդ մեծաքանակ հիշողություն ունենալ, քան AI-ը։ Ուրեմն մեծ քանակի միլիոնավոր դոլարներ են ծախսվում ուղեղի ուսումնասիրության համար։ Մետան 19 միլիարդ դոլար, Neuralink-ը 650 միլիոն դոլար, BlackRock-ը 200 միլիոն դոլար։ Տարբեր ուսումնասիրություններ տարբեր ձևաչափով, որովհետև մարդու ուղեղի վերաբերյալ ուսումնասիրությունը դա ստրատեգիական ռեսուրս է։ Ասեմ, որ այս թվերը շատ փոքր էին այն մասից, թե իրականում ինչա տեղի ունենում։ Եթե կա կորպորատիվ ուսումնասիրություններ, կա նաև ոչ կորպորատիվ ուսումնասիրություններ։ Բոլոր խոշոր ընկերությունները ահռելի գումարներ են ծախսում մարդու ուղեղի ուսումնասիրությունների վրա։ Եվ դրան հաջորդում է արդեն կորպորատիվ ուսումնասիրությունները։ Եթե նայենք մարդու վարվեցողության վրա ինչքան գումարներ է ծախսվում, ծանոթ լոգո է։ Որ կազմակերպության լոգոն է, ընկերության։ Այս առաջինը։ Google-ն է, բայց մայր կազմակերպության ընկերության անունը Alphabet է, ով գիտեր։ Ուրեմն 49 միլիարդ դոլար, 43 միլիոն դոլար մետան, Amazon-ը 88 միլիարդ դոլար։ Ինչի են ուսումնասիրում, ինչի են այդ կորպորացիաները նմանատիպ ահռելի գումարներ ծախսում մարդկանց վարվեցողության վրա, behavior, որ հասկանան ոնց վաճառեն, չէ՞։ Այսինքն ազդեցությունը դա ռազմավարական ռեսուրս է։ Ըստ ձեզ ամենամինչ այս AI-ի դարաշրջան որն է ձեր համար եղել ռազմավարական ռեսուրս կամ նույնիսկ ռեսուրս, ինչ է օրինակ։ Ինֆորմացիան, տարածքները ռեսուրս էր, տարածքը ռեսուրս էր, փողը ռեսուրս էր, իսկ հիմա ոնց։ Ժամանակը նաև այս AI-ի դարաշրջանում կա։ Քանի որ մենք ընկալում ենք ժամանակ, իսկ AI-ը չի ընկալում ժամանակը։ Հա, բայց ինքը չի հասկանում, որ այդ արագությամբ ինքը աշխատում է։ Իր համար ժամանակ չկա։
Իր համար data կա, իր համար հիշողություն կա։ Ուրեմն behavioral research, ասեմ, ինչու է անգլերեն այս ելույթը, որովհետև ոչ միայն Հայաստանում է ինքը ես ելույթ ունենալու, այլ նաև տարբեր երկրներում հրավերներ ունեմ, դրա համար միանգամից անգլերեն եմ պատրաստել։ Consumer psychology, գնորդի հոգեբանություն, recommendation systems, neuroscience, attention economy, միջև այդ նեյրոմարկետինգ էր մտել Հայաստան, ու բավականին լավ ուսումնասիրություններ էր արվել նեյրոմարկետինգի հետ կապված, թե ինչքանով է մարդը նախընտրում ինչ։ Այսինքն նեյրոմարկետինգի մասնագետները գնում էին, որ մի հատ պարզագույն օրինակ բերեմ, հա, գնում էին սուպերմարկետ, դասավորությունը կազմակերպում էին այնպես, որ ընկալելի ու ընդունելի լինի մարդու աչքի համար։ Սակայն հիմա պետք է մեր բիզնեսները մտածեն, թե ինչա փոխանցելու AI-ը մնացած մարդկանց, որովհետև նորից կրկնեմ, մենք հարցնում ենք AI-ին ոչ թե ինչպես անել, այլ ինչ անել։ Մեծ քանակի ինֆորմացիա ստանալուց հետո, օրինակ ChatGPT-ում search եք անում, գալիս է մոտավորապես մեծ քանակությամբ ինֆորմացիա, ու այդ մեծ քանակությամբ ինֆորմացիան մենք կարդում ենք, ես կասկածում եմ, որ այդ ամբողջ մեծ քանակի ինֆորմացիան կարդում ենք, մենք ասում ենք make it short, կարճ ուղարկի, ու այդ կարճը հաստատում ենք։ Չգիտեմ, դա մտադրված է արված, որ մեծ քանակի ինֆորմացիա տա, թե չափորոշիչները, թե պրոմպտերը ճիշտ չեն գրվում, բայց մարդիկ, հասարակ մարդիկ, ոչ թե գիտնականները, հարցնում են ChatGPT-ից, այս գնումը անեմ, թե այն գնումը անեմ, բայց իրան կրիտերիաներ չեն փոխանցում ChatGPT-ին, որ ըստ իրանց ուզածի որոշումներ կայացվի։ Ես այս presentation-ի դիզայնը իրականացրել եմ ChatGPT-ի օգնությամբ, բայց ես բավականին շատ ժամանակ եմ ծախսել, որ իրան բացատրեմ իմ ուզածը, որ ինքը հստակ պատրաստի իմ տված ինֆորմացիայով իմ ուզածը։ Ուրեմն մարդկային վարվեցողությունը դարձել է ռազմավարական ռեսուրս։ Օրինակ, որտեղից է ինքը ստանում ինֆորմացիան։ Social media, որոնում, web ու application, տրանզակցիաներ, content, surveys, sensor and deceives, customer support։ Ինչա բիզնեսը ստանում այս ամեն ինչից։ Ստանում է better decisions, ավելի լավ որոշումներ, ավելի ուժեղ ստրատեգիաներ, ավելի շատ ներգրավվածություն, գումար և մրցակցային առավելություն։ Ուրեմն ինչպես նշեցի, AI-ը դա մարդկային ուղեղի մոդելավորումն է, սակայն բավականին շատ տարբերություններով։ Կանխատեսելի օրինաչափություններ, ալգորիթմներ, արագություն և մեծ ծավալի հիշողություն։ Սակայն կվանտային մակարդակում, չնայած կոլեգաներիցս մեկը նշեց, որ կարող է 1-2 տարի հետո դա էլ լինի կվանտային մակարդակով, բայց ինտուիցիան չի փոխարինի։ Մենք ինչ-որ ձև, էլի կրկնեմ կոլեգայիս, ինչ-որ ձև կարողանում ենք գտնել այդ լուծումը։ Այս նստած էինք փորձագետներով սեղանի շուրջ քննարկում էինք AI-ի ազդեցությունների մասին եւ որ AI-ը մարդու կողմից գեներացված դատա է վերցնում։ Սակայն օրինակ LEAP 71, եթե չեմ սխալվում, որ շարժիչ էր հորինել գիտնականները AI-ի միջոցով, որը մեր տեխնոլոգիաներին համահունչ չէր։ Որտեղից է ինքը այդ դատան վերցրել, որտեղից է եկել այդ դատան։ Միգուցե ինչ-որ գիտնականներից մեկը հորինել է AI-ը լրացրել է, այդ բոլորին հուզող հարցեր են։ Ու ստեղ ավելի շատ AI-ի հետ կապված կան հարցեր, քան թե պատասխաններ։
Ուրեմն բոլորս լսել են երևի թե որ AI-ը վերցնում է Reddit-ից, ֆորումից, սոցիալական կայքերից, գրքերից, թերթերից եւ այլ էլեկտրոնային միջոցներից դատան։ Այսինքն մեր կողմից գեներացված դատան դա fuel հոսանք է AI-ի համար, սնուցում է։ Ինքը նոր միտք չի կարող գեներացնել, նոր իմաստ չի կարող գեներացնել։ Մեր ստեղծված իմաստների հիման վրա AI-ը գեներացնում է նոր դատա։ Բայց դա չի նշանակում, որ դա նոր միտք է, նոր իմաստ է։ Ուրեմն ինչ ենք սպասում մենք AI-ից։ Երբ որ առաջի անգամ բացեցինք ChatGPT-ին, Gemini-ին, Claude-ը կամ մնացած AI-ները, մենք սպասում ենք, որ կատարյալ հարցեր կտա, բայց այնքան ինֆորմացիա եկավ, որ մենք կորանք այդ ինֆորմացիայի մեջ։ Ինչ պետք է անենք, որ ավելի հստակեցվի։ Երբ որ ձեր հարցերը հստակ են, այսինքն հստակեցրեք ձեր հարցերը, որ հստակ պատասխաններ ստանաք, թե չէ կորելու եք այդ մեծականակ ինֆորմացիայի մեջ։ Մենք սպասում ենք, որ ինքը արդյունավետություն կցուցաբերի, բայց էլի մեր ուղեղը չէր կարողանում ընկալել այդ քանակի ինֆորմացիան ու այդ արագությամբ։ Այդ իսկ պատճառով պետք է մարդը հաստատի այն ինչ կարդում է։ Ոչ թե ուղղակի չկարդակ հաստատեք AI-ի որոշումը, այլ կարդակ կատարեք սեփական որոշումները։ Ավելի լավ որոշումներ AI-ը ազդում է։ AI-ը ազդում է, թե ինչ եք դուք որոշում, ձեզ ասում է այս ընտրի, կամ այն ընտրի, կամ 5 տարբերակի մեջ է ձեզ տալի։ Այս պարագայում աշխատում է մարդկային արժեքները։ Ինչ արժեքի հիմքով է ձեր որոշումը կայացված։ Օգտագործեք AI-ը, ճիշտ օգտագործեք։ Սակայն սովորեք ինչպես օգտագործեք AI-ը։ Մյուսը ավելի ազատություն։ Մտածում են մենք հեսա AI-ը ամեն ինչ մեր փոխարեն կանի, մենք կգնանք Մալդիվներ կհանգստանանք։ Բայց ձեր ուզածը, որ եթե ուզում եք ճիշտ իրականացնի պետք է ճիշտ բացատրեք։ Ու վերահսկողություն սահմանեք։ Սովորեք ոնց վերահսկել AI-ին։ Ճիշտ ձեր ուզածը փոխանցեք։ Ոնց որ գալիս է ամեն ինչը ուսուցումանը։ Եթե չեք ուզում ձեր critical thinking-ը, ձեր մտածողությունը, մտածելու ունակությունը դեգրադացվի, սովորեք։ Կրթությունը ամենաուժեղ զենքն է։ Իսկ AI-ը գործիք է։ Ուրեմն բիզնեսների վերաբերյալ կան ձեր մեջ գործարարներ։ Խնդրում եմ ձեռք բարձրացնել։ Գործարարների համար, ուրեմն նույն ձևաչափը, հա, instant productivity. AI will make the team faster. Թիմը ավելի արագ կաշխատի, շատ ուժեղ կլինի, բայց երբ որ հստակեցված համակարգեր չունեք, քաոսը ավելի արագ է գալիս։ AI-ը ոչ թե ձեր արդյունավետությունն է զարգացնում, այլ ձեր մոտի քաոսը։ Եթե արդյունավետ համակարգեր ներդրված չունեք ձեր բիզնեսի մեջ, ինքը աշխատում է, ճիշտ է, ամեն ինչը արագացնում է ներառյալ քաոսը։ Ինչ պետք է անել, ճիշտ ժամանակին, ճիշտ AI օգտագործել։ Այսինքն ոչ թե որ AI-ը ամեն ինչ անի, այլ կոնկրետ գործողություն։ Եթե պետք է ֆինանսները օպտիմիզացնի, թող ֆինանսները օպտիմիզացնի։ Եթե պետք է նկար գեներացնի, ապա նկար թող գեներացնի։ Հաջորդը ավելի էժանա։ Եթե ձեր տեղեկատվությունը շատ անորակ է, ապա ինքը աշխատելու է անորակ տեղեկատվության հետ եւ գեներացնելու անորակ տեղեկատվություն։ Մշակեք ձեր մոտ ընկերությունների տեղեկատվությունը, դատաբազաները։ Ավելի լավ վաճառքներ, մարդիկ որոշումներ են կայացնում, AI-ը տալիս է տարբերակներ։ Պետք է վերջնական որոշողը մարդը լինի։ Հաջորդը ավելի խելացի որոշումներ, եթե դուք ստրատեգիա չունեք, ինչ որոշումներ է կայացնելու AI-ը։
Պատկերացրեք ինքը փոքր երեխա է, ու փոքր երեխայից դուք հարցնում եք խորհուրդ, առանց իրան կրթելու։ Ինքը պետք է փոքր երեխայի մակարդակով այդ հարցերին պատասխանի, բայց եթե իրան ճիշտ ուղղություն եք տալի, ճիշտ տրեյն եք տալի, ինքը ձեզ սկսում է խորհուրդներ տալ։ Ընդունեք այդ ամենը որպես խորհուրդ, կրթվեք, սովորեք ինչպես աշխատել AI-ի հետ։ Ուրեմն AI-ը ազդեցություն է ստեղծում, բայց մենք ենք կառավարում։ Ուրեմն the future of influence, այս կետի շուրջ ես կփորձեմ մի քիչ ընդարձակվել, պատմության ընթացքում տարբեր ազդեցության ձևաչափեր են եղել եւ կառավարման միջոցներ։ Ուրեմն հին Եգիպտոսից մարդիկ ազդել են մարդկանց վրա։ Նույնիսկ քրմերը, հա, եթե տեսնենք Եգիպտոսում կանգնած մոնումենտները, ապա իրանք ավելի մեծ են, խոշոր են մարդկանցից, ինչ որ այն ժամանակվա աստվածների փոխանցած խոսքն է, կառավարման ձևաչափ։ Հետո այդ կատարելագործվեցին այդ միջոցները հին դարաշրջաններից եկան մեր օրերը։ Ուրեմն կա 6 կետ ազդեցության եւ կառավարման, ինչքան հեսա կբարձրանանք վերև, այդ կան այն ավելի ազդեցիկ կլինի, ինչքան վերև բարձրանանք ավելի երկարաժամկետ։ Ուրեմն առաջի կետը դի ռազմական ազդեցությունն է, որը շատ արագ գալիս է եւ շատ արագ գնում է։ Երկրորդը մեր ԴՆԹ-ի վրա ազդեցության գործիքները, երրորդը ուրեմն համաշխարհային գումարները, փողը, ասենց ասեմ, արդյունավետ ու լավ բիզնեսը որն է, գործարարներ եւ մնացած հանդիսատես։ Ըստ ձեզ աշխարհում ամենաուժեղ բիզնեսը որն է։ Փող տպելը։ Ճիշտ է, փող տպելն է, որտեվ $100 թուղթը արժի 10 ցենտ։ Բայց նոմինալը $100։ Հաջորդը, որը արդեն անցնում ենք մեր նոր էրա, նոր դարաշրջան AI-ի, դա գաղափարախոսության վրա ազդեցությունն է, պատմության փոփոխությունն է եւ աշխարհընկալման նորմերի փոփոխությունը։ Հենց աշխարհընկալման նորմերի փոփոխությունն է բերում մեր մոտ ընկալումները։ Թե ինչ ենք մենք համարում ճիշտ, ինչը սխալ, ինչը լավ, ինչը վատ։ Հիմա ձեզ եմ հարցնում, AI-ը լավ բան է, թե վատ։ Ճիշտ է, նայած ոնց ես օգտագործում։ Իսկ օգտագործելիս պետք է իմանաս, չէ՞ ոնց ես օգտագործում։ Գործիքներին տիրապետելը կարա համեմատաբար ավելի հեշտ լինի, սակայն ինքներս մեզ ճանաչելը բավականին դժվար է։ Դե ոնց ենք մենք մտածում, ոնց ենք ընկալում աշխարհը, այդ ամենը աշխարհընկալման նորմն է։ Սակայն լավ կլինի սկսենք ինքնակրթությունից։ Բավականին շատ դասընթացներ կան AI-ի հետ կապված, բայց AI-ի հետ կապված դասընթացներին մասնակցելու հետ մեկտեղ նաև զարգացրեք ձեր աշխարհընկալման նորմերը։ Ինչա ձեր համար հիմքային։ AI is not only a powerful technology, its greatest value appears when human judgment, creativity and responsibility stay at the center. Ուրեմն պատասխանատու եղեք ձեր որոշումների կայացման համար, որովհետև AI-ը միայն խորհրդատու է եւ գործիք։ Դուք եք պատասխանատու, ինքը պատասխանատու չի։ Ձեր կատարած քայլերի, ձեր կատարած որոշումների համար։ Շնորհակալություն ուշադրության համար, ձեր հետ Տիգրան Շադունցն էր։ Նորմերի հետ կապված է, ինչ ասել է աշխարհընկալման նորմի երկու օրինակով, որ ավելի լավ պատկերացնենք այդ ինչի վրա պետք է հենվենք, հիմնվենք։ Հայկ ջան, ի՞նչ է քո համար ազգային արժեք։ Ոնց որ նույն տիպի հարց է, հա, ոնց հասկանանք։ Իմ համար ես կարող եմ պատասխանել։
ազգային արժեքը պատմության ընթացքում ձևավորված բոլոր դրական ավանդույթների միախառնվածությունն է։ Այդ իմ կողմից սահմանում, հա։ Օրինակ, եթե դու մի բանը, մածունը համարում ես սպիտակ, ու քեզ ապացուցեն, որ դա սև է։ Ինչ պետք է մենք անենք, որ ապացուցենք սև է։ Բրիտանացի գիտնականները հերիք են Նոբելյան մրցանակաբաշխության Դե ինչ որ մի պահից կասեմ, հա, հերիք են, պարզա, հա։ հերիք են։ Հիմա նայ, աշխարհընկալման նորմը, թե ոնց ենք մենք նայում աշխարհին։ Արդյոք օրինակ ընտանիքը մեր համար արժեք է։ Ինչ արժեք է, ինչի համար է։ Արդյոք խոսքի գումարն է մեր համար արժեք, ոչ թե միջոց է գումարը։ Միջոց է մեր նպատակներին հասնելու։ Ոնց ենք մեր բազային, հիմքային, խորքային այն երևույթները, որը մեր առաջնորդվում է։ Օրինակ դու կարող ես խաբել քո ծնողին։ Չէ, իհարկե ոչ։ Այդ արժեք է, այդ աշխարհընկալման նորմ է։ Բայց ոմանց համար կարող է այդ նորմ չլինի։ Եթե նայենք երկրորդ համաշխարհային պատերազմը, ֆաշիստները իրանց համարում էին սխալ։ Իհարկե չէին համարում սխալ։ Իրանց համար դա նորմ էր։ Հետո մենք եկանք ասեցինք, չէ, ֆաշիզմը սխալ էր, որովհետև կա համամարտկային արժեքներ։ Այդ համամարտկային արժեքները որոնք են։ Այդ Աստծո կողմից գաղափարախոսության կրոնի տեսանկյունից արդյոք մեր համար պատվիրանները առաջնային են։ Աթեիստների համար ոչ։ Այդ աշխարհընկալման նորմն է։ Եթե դուք համարում եք, որ մարդկային ուղեղը ավելի հզոր համակարգ է, քան թե AI-ը, դուք չպիտի վախենաք, որ ձեզ կփոխարինի AI-ը։ AI-ը դա գործիք է, որը մեզ օգնում է։ Շատ լավ գործիք է, ու պետք է սովորել այդ գործիքը։ Հայկ դու դասընթացներ ունես, չէ՞։ Okay, պատասխանեցի հարցիդ։ Մի հատ բան էլ հարցնեմ ու ավարտենք, հա։ Ճիշտ եմ հասկանում, որ քո խոսքի ոնց որ մեսեջներից մեկը նամյոկ է առ այն, որ միգուցե AI-ը նաև մեր աշխարհընկալման նորմերն է փոխում ու միգուցե դա արվում է միտումնավոր եւ ուղղորդված։ Միտումնավոր ուղղորդված միգուցե շատ բարձր կոչ էր, սակայն բոլոր դարաշրջաններում մեր վրա ազդում են։ Մեր վրա ԶԼՄ-ներն են ազդում, մեր վրա բիզնեսն է ազդում, մեր վրա միջազգային կազմակերպություններն են ազդում, մեր աշխարհընկալման նորմերի վրա ազդում են։ Մենք էլ մեր հերթին պայմանավորվում ենք, թե որն է մեր համար նորմա։ Այսինքն մարդը մշտական ազդեցության կենտրոնում է։ Մեկի համար մեկն է լավ, մյուսի համար մյուսն է լավ։ Եթե խոսքի միլիարդատեր բիզնեսմենը ֆեյք բաներ է ծախում, իր համար լավ է, մեր համար վատ է։ Որտեղ մենք խափնվել ենք։ Էդի օքեյ է, թե օքեյ չի։ Փող արագ գումար աշխատողների համար էդի օքեյ է, որտեղ արագ գումար կաշխատես, չէ՞։ AI-ն է եկել, մենք օգտագործում ենք, մեզ հնարավորություն է տալի արագ գումար աշխատել։ Բայց ինչի համար։ Ձեր համար օքեյ է ֆեյք բաներ անել, թե չէ։ Օրինակ իմ համար օքեյ չի։ Դրա համար ես AI-ը օգտագործում եմ ավելի շատ մարդկանց օգնելու համար։ Ինչպես նշվեց HiJob.org հարթակի աշխատանքային էկոհամակարգի համահիմնադիրն եմ։ Ես օգնում եմ AI-ի միջոցով մարդկանց։ Իհարկե գումարել եմ աշխատում։ Բայց ես ֆեյք չեմ անում ստեղծում, որ $1 միլիարդ աշխատեմ կամ 10 միլիարդ։ Այդ իմ համար օքեյ չի։ Այդ արժե համակարգը ու աշխարհընկալման նորմը։ Մի հատ հետաքրքիր երևույթ կա, կոչվում է AI shame։ AI ամոթ, որ այսօր բոլորս էլ օգտագործում ենք AI ամենատարբեր բաների մեջ, բայց ոչ բոլորն են այդ մասին խոստովանում, թվում նաև իրենց ու վերադասի համար նյութ են պատրաստում, չգիտեմ, նույնիսկ այս խոսակցությունների մեջ մարդու հետ խոսում ես, պայտակ թեքվում է հեռախոսով բան անում, գալիս է իր կարծիքն է հայտնում, որը AI-ից էր, ու տես մի ամոթի շերտ կա, որ մարդիկ այսօր խնդիր ունեն
վախենում են այդքան խելացի չլինելուց ու տենց ավելորդ շերտ են վերցնում, որ AI-ով խելացի լինեն, ու այս խնդրեմը կա։ Ուղղակի հարաբերությունների մեջ, հորիզոնական հարաբերությունների մեջ ոնց կարելի է հաղթահարել սա։ Ես ասեմ ոնց եմ անում, ես ասում եմ։ Ես փորձարկել եմ դա, քանի անգամ խոսակցության մեջ, երբ որ ես հղում եմ անում AI-ին, մարդու մոտ ազատության հոգեբանական բան է գալի, ինքն էլ ասում։ Ու շատ եմ դա նկատել։ Դու ոնց կանես ու ոնց խորհուրդ կտաս, որովհետեւ բարոյական լուրջ խնդիր է, էլի, այնտեղ լիքը հարցեր առաջանում, կոպիրա ամեն ինչի վերաբերյալ լուրջ խնդիրներ առաջ բերում։ Ոնց կարելի է հաղթահարել սա։ Անհատական եւ խմբային մակարդակով։ Ոչ մի վատ բան չկա AI-ի կողմից տրված ինֆորմացիան օգտագործել։ Սակայն պետքա գիտակցես ինչ ես օգտագործում։ Այսինքն պետքա ոչ թե copy անես առանց կարդալու տեքստը ուղարկես, կամ ինչ-որ մեջ բերում անես, որ չես գիտակցել, դա այդ ինչ է, մեկ է փաստի առաջ կանգնես, այլ մի հատ կարդա, պարզ ձևի մի հատ կարդա ինչ ես ասում։ Կամ եթե ինչ-որ ինֆորմացիա տվել AI-ը, մի հատ խորացի, տես, դա ինչի մասին է, ինչ եզրահանգումներ կա, ինչ կարծիքներ կա։ Նայեք, AI-ը Reddit-ից որ վերցրել է տեղեկատվությունը, իր չափորոշիչները 2 լայքն է եղել post-երի։ Այսինքն 2 լայքած post-ը ինքը վեկալել է որպես data իր համար։ Այդ 2 լայքած post-երի մեջ կարա լինի եւ adekvat տեղեկատվություն եւ ոչ adekvat տեղեկատվություն։ Դրա համար երբ որ AI-ի ինֆորմացիան եք ստանում ու մեծաքանակ ինֆորմացիա, մի հատ ֆիլտրեք։ Ձեր ուղեղը կառուցվածքն հենց է, որ դուք ֆիլտրում եք ինֆորմացիա, բայց չգիտես ինչի AI-ի ստացած ինֆորմացիան չի ֆիլտրվում մեծամասնության կողմից։ Դա եւս հարց է։ Կամ օրինակ մենք բավականին շատ գործիքներ ենք օգտագործում, ուրեմն AI գործիքներ recruitment-ի մեջ, մարդկանց գործի ընդունելու եւ նմանատիպ պլատֆորմներ սարքելու, ուրեմն CV-ները գալիս են նույնատիպ 1000 հոգի մարդադիմում գլոբալ։ Մարդիկ գեներացնում են իրանց CV-ները AI-ով ու բոլորի CV-ները նույնատիպ է։ Ու զարմանում են ինչի գործի իրանց չեն վերցնում։ Որովհետև AI-ով գեներացված է, յուրահատկություն չկա մեջը։ Երբ որ մենք matchmaking ենք անում, մենք խրախուսում ենք, որ AI-ը matchmaking անի մեծ data-ի միջև, բայց մարդու կողմից լրացված յուրահատուկ ինֆորմացիայի հիման վրա։ Այդ ժամանակ արդյունքի է գալիս։ Սակայն երբ որ տեսնում ես իրականությունը, հա, խաղալիք են ստացել, AI օգտագործում են բոլորը, նույն CV-ին գալիս է։ Բայց գործատուն ինչ անի։ Ոնց ընտրի այդ յուրահատուկ մարդուն։ Խնդրի վիդեո նկարի, անում ենք։ Վիդեո է տեղադրված, ըստ դրա է հասկանում ենք ինչա։ Այս վերջերս նոր AI է մշակվել, որը վերլուծում է մարդկանց միմիկա ժեստ հայերեն իրանց վարքագիծը, դիմագծերով եւ այլն։ Դա էլ գործիք է, որ հասկանաս արդյոք մարդը խաբում է թե չէ։ Ամբողջ ինտերնետ հարթակում խրախուսվում է, որ գործ փնտրողները խաբեն գործատուներին։ AI-ով լավ էլ խաբում են, բայց հետո գալիս է, երբ որ գործի են ընդունում, խնդրի առաջ են կանգնում։ Ավելի լավ է յուրահատուկ լինել, քան ստե խաբել, ես այդպես կասեմ։ Ես համ եղել եմ համ աշխատող մարդու կարգավիճակում, համ բիզնեսմենի, համ հիմնադրի։ Գորջան, պատասխանեցի հարցիդ։ Հարցս իմ մասնագիտությամբ ես բժիշկ եմ եւ արժեքներից որ խոսեցինք, նաեւ վստահությունն է այսօր համարվում արժեք եւ իմ մասնագիտական ոլորտում ես մի շատ կարեւոր, չնայած բացասական, բայց կարեւոր խնդիր եմ տեսել, որ հիվանդը գնում է բժշկի մոտ, ամբողջ եզրակացությունը վերցնում է, տալիս է ChatGPT-ին եւ այնտեղ բուժման մեջ ինչ-որ բան է փոխում, բայց ինքը տալիս է, որ Cleveland-ի հետազոտության, այսինչ հոսպիտալի հետազոտության հիման վրա է տալի։ Եվ ստացվում է, որ տվյալ հիվանդը բուժումը փոխում է, չի ստանում արդյունք, եւ դա դառնում է բավականին մեծ խնդիր եւ բժիշկը, որը տասնյակ տարիներ սովորել է, մինչեւ 20 տարի կարա ինքը կրթվի իր պրակտիկայում,
դա եւ իր աշխատանքն է արժե զրկվում եւ վստահությունն է կորցնում։ Եվ ամեն բնագավառում էլ այդ վստահության կորցնելու կոմպոնենտը կա։ Սրա դեմ պայքարը ոնց կարելի է դիտարկել։ Պայքարը վստահություն կորցնելու համար, հա։ Նայեք, նորից ասեմ, որ AI-ը մեծ քանակի ինֆորմացիայի հետ գործ ունի։ Բայց օրինակ ուսումնասիրության ընթացքում ես չեմ առնչվել անձամբ, բայց ինֆորմացիա եմ ստացել, որ կրիտիկական պահերին մարդու ուղեղը աշխատել է այնպես, որ AI-ը չէր կարող անել։ Այսինքն մարդը տեսել է հիվանդությունը այնտեղ, որ դատան չէր կարող գտնել։ Չգիտեմ ոնց է աշխատում մեր ուղեղը, երբ որ մենք այդ ամեն ինչը տեսնում ենք։ Այ օրինակ, որ դուք նկարներին նայեք, կհասկանաք, որն է կոպին, որը իրականը, որը AI կողմից նկարած, որը իսկականը։ Կամ երաժշտությունը, երբ որ դու լսում եք։ Երբ որ լսում եք ինքը մանատոն կատարյալ երաժշտությունը եւ կոմպոզիտորի կողմից գրված երաժշտությունը, դուք տարբերակում եք։ Այո։ Տարբերակում եք։ Նույն ձևի է բժիշկն է տեսնում, չէ՞։ Կարող է փորձառու բժիշկը այնպիսի հիվանդություն տեսնի, որ AI-ը չկարողանա տեսնի։ Տեսավ հիվանդությունը, AI-ին տվեց, ասեց կենտրոնացի այս ոլորտի մեջ, ուսումնասիրի բոլոր հետազոտությունները ու լուծում առաջարկի։ Ես էլ կորոշեմ ինչ անեմ հաջորդիվ։ Պատասխանեցի հարցին։ Ավելացնել են հանգամանքը, որ երկրորդ այս տվյալ հիվանդը, երբ որ ինքը AI-ը որպես հաճախորդ AI-ի կարծիքը լսել է, ինքը արդեն վստահությունը կորցրել է իր մոտ բժիշկը, երկրորդ այս չի գնում, որ բժիշկը կարանա հետևողական լինի, նաև։ Իսկ այդ տեղեկատվությունը որտեղից եք ստացել։ Գաղտնիքը։ 19 տարվա բժշկի փորձ ունեմ եւ վերջին տարիներին, որ AI-ով շատ օգտվում են հիվանդները եւ անձամբ մոտենալով իրանք փորձում են ոչ պրոֆեսիոնալ բանակցել, ընդվզել, որ կարողա սենց, որովհետեւ ChatGPT-ին հարցրել եմ, կարողա սենց բուժումս անենք։ Իսկ հետ չեք լսել positive case-երի մասին, որը ես նշեցի։ Շատ ցածր տոկոսով։ Այդ ինչից է գալի, որ մենք ցածր տոկոսով ենք դա լսել։ Ազդեցությունից։ Բացասական փորձը միշտ տարածվում է ավելի շատ։ Սակայն դրականը ավելի քիչ։ Բայց մարդկությունը զարգանում է ոչ միայն բացասական փորձով, այլ նաև դրականով, չէ՞։ Ու մենք փորձում ենք AI-ը, դա դրական փորձն է, որը մենք փորձում ենք ցույց տալ, թե ոնց ենք մենք օգտագործում, մեր գործն է։ Եթե սոցիալական կայքերում ավելի շատ խոսան, որ տես բժիշկը վատն է, բոլոր բժիշկներին վատ վերաբերվեն, հետո ի՞նչ է լինելու, բժիշկ լինելու է, թե չի լինելու։ Չի լինելու, չէ՞, հետո ի՞նչ ենք անելու։ ChatGPT-ին գալու է մեզ բուժի։ ChatGPT-ին օգնում էր բժիշկին, որ մեզ բուժի։ Սակայն էլի նորից ասում եմ, մենք պետքա կրթվենք։ Գիտելիք։